Կատարվածը իհարկե սարսափելի բան տեղի ունեցավ եւ այդ դեպքի գնահատականները կարծում եմ որոշ ժամանակ հետո շատ ավելի ճշգրիտ կտրվեն, բայց նկարագրեմ, թե ինչ տեղի ունեցավ։ Հասանք այդ վայրը, որտեղ հավաքված էին քաղաքացիական հագուստով բավական շատ անձիկ եւ փակել էին ճանապարհը։ Բարձունքում մեր գլխավերևում կային եւ ավտոմատավորներ դիմակավորված եւ սնայպերներ։ Մենք շարվել էինք եւ բավական մոտ էինք շարվել եւ նախորոք մեծ Ժիրայր Սեֆիլյանը, ընդ որում ասեմ, երեք եթե զոհեր տեղի չունեցան, միայն նրա որպես հրամանատար խելամիտ տակտիկայի շնորհիվ, որովհետև նախորոք արդեն մինչև այդտեղ հասնելը նա մեզ հրահանգել էր, որ մենք մեքենայից չպետք է դուրս գանք, եթե հանդիպենք խոչընդոտի։ Մենք շարված էինք եւ Ժիրայր Սեֆիլյանը եւ ընկերների հետ մի քանի հոգով դուրս եկան եւ մոտեցան խմբին։ Այնտեղ հայտնվեց ոստիկանությունը եւ հայտնվեց սպեցնազը, հայտնվեցին այնպես կարծես դեսանտ էին իջացրել, բայց մի քիչ ավելի ուշ։ Երբ Ժիրայր Սեֆիլյանը այնտեղ խոսելուց հետո հասկացավ, որ չպետք է շարունակենք, որովհետև ճանապարհը փակել են եւ որևէ կերպ համաձայնության չեկան, շրջվեց եւ այդ ամբողջ շարասյան երկայնքով ինքը անցնում էր մեքենաների կողքով եւ հրահանգում էր վարորդներին շրջադարձ կատարել, որ մենք հեռանում ենք։ Ամեն ինչ կարծես խաղաղ էր։ Մեր դիմացի մեքենաները սկսեցին շրջադարձ կատարել եւ քանի որ մենք շատ մոտ էինք կանգնած իրարից, ուրեմն սպասում էինք, որ մեր դիմացի մեքենան շրջադարձ կատարի եւ որ մենք նույնպես։ Եվ այդ պահին, երբ մենք արդեն ցանկանում էինք վարորդը Ռուզան Եղնուկյանն էր, ես կողքն էի նստած, իսկ ետևում երեխաներ էին եւ երիտասարդ աղջիկներ եւ մանկահասակ երեխաներ 6-7 տարեկան։ Ուրեմն այդ պահին, երբ մենք շրջադարձ էինք ցանկանում կատարել, հրոսակախումբը հասավ մեզ։ Եվ մենք հայտնվեցինք Թակավթում, շրջապատեցին մեզ։ Ավտոշարասյան մեջ մեր մեքենան կարծեմ 5-րդն էր, ինչպես ասեցին, կանգնած սպասում էինք, թե ինչ են խոսելու, ինչ է հրանգվելու, ինչ է մեր հետագործողությունները լինելու, ու երբ որ եղավ այնպիսի հրաման, որ վերադառնում ենք, առանց մեզ չեն թույլ տալիս, մենք հանգիստ շրջադարձ ենք կատարում ու վերադառնում ենք։ Դրանից հետո միանգամից արդեն սկսեցին գալ դեպի մեր մեքենան։ Առաջինը ինչ որ արեցին, կողքս նստած էր Սյուզաննա Սիմոնյանը, դրոշն էին փորձում հանել պատուհանի մեջից, ու այդտեղ մի քիչ բռնություն նրանք քաշում էին, մենք փորձում ենք դրոշը պահել, ինչքան եթե կարողանանք, չկարողացանք, դրոշը հանեցին, պոկեցին դրոշը վրայից, բսկտեցին ու այդ դրոշի ձողով հարվածեցին Սյուզանին, ուժեղ պայթյունի պես հարված լսեցինք ու դրանից հետո նկատեցինք, որ հետևի մեր ապակին է ամբողջ պայթյունով թափվեց ներս, մեքենայի մեջ երեխաներ կային, իմ աղջիկն է, մեծ աղջիկս էր Էլմոն Եղնուկյանը, փոքր աղջիկս Ազատուհին ու Մերյանով մի աղջիկ կար, Վանանով մի ուրիշ աղջիկ եւ Սեֆիլյանի փոքր տղան էր, Ժիրայրի փոքր տղան էր մեր մեքենայի մեջ։ Ու երեխաներին արդեն բնականաբար պարկեցրեցին գետնին, ծածկեցինք, որ չվնասվեն, ինչ կամ ավելի, ինչքան հնարավոր քիչ վնասվեն։ Դրանից հետո արդեն հարձակվեցին արջևից այդ սպեցնազային օմոնական են, ես չգիտեմ, արդեն ոստիկանական հագուստով, ջրակալած մեծ խոշոր աչքերով հրամայելով, որ դուրս եկեք գնացեք, բայց այդ նույն պահին մեզ հնարավորություն չէին տալիս շրջադարձ կատարելու եւ մի սանտիմետր շարժվելու։ Պոկեցին դրոշները, դուրս բացեցին եւ սկսեցին այդ դրոշի ձողով հարվածել։ Հետո որ ինձ շատ զարմացրեց, ընդ որում երկու բան է ինձ զարմացրել այս դեպքի մեջ, երբ նրանք անողոք ձևով դրոշը ոչ թե
հանում էին, ոչ թե պատռում էին, նույնիսկ չէին պատռում, քրքրում էին դրոշը եւ գցում էին ոտքի տակ ու սկսում էին կողքրտել։ Սա նման էր ոչ թե, այ ասենք մենք շարժման որպես մասնակիցներ շատ երթերի եւ ակցիաների ենք ներկա եղել, որտեղ եղել են եւ բերման ենթարկվելու եւ ձերբակալման գործողություններ եւ մեզնից դրոշներ խլել են, էլի են խլել մեզնից դրոշներ, բայց ոստիկանները մեզնից դրոշներ խլել են առանց դրանք պատռելու եւ ոտքերի տակ գցելու։ Սա ինձ ապշեցրել է ուղղակի եւ ես գտնում եմ, որ սա նման էր ոչ թե երբ մենք ասենք շարժումը իշխանափոխության տանող շարժումը կասեցնելու համար դրոշ են խլում, այլ ես սրա տակ տեսնում եմ շատ ավելի խորը իմաստ, սա նման էր, երբ թշնամի երկիրը հարձակվում է քեզ վրա եւ առաջին հերթին դրոշն է ոտնատակ տալիս։ Ես սա որակում եմ որպես աշխարհաքաղաքական մոտիվ, այսինքն սա միայն իշխանափոխությանը չէր վերաբերում, սա Արցախը մեզնից խլելու հարցի էր նման։ Հիմա անցնեմ, թե ինչ տեղի ունեցավ։ Սեֆիլյանը մեզ հրահանգեց եւ ինքը առաջ գնաց, այսինքն ետ գնաց դեպի վերջին մեքենաները, իր վրա չէին հարձակվել եւ նրա վրա հարձակվեցին մեջքից, նրան հարվածել են մեջքից։ Ոչ միայն խփում էին, ոչ միայն կոտրում էին, այլ նաեւ գողանում էին։ Եվ ոչ միայն գողանում էին հեռախոսներ կամ սարքավորումներ, այլ գողանում էին ձեռքին եկած ամեն ինչ։ Կան մարդիկ, որոնցից գումար են գողացել, չեմ խոսում հեռախոսների մասին, իմ հեռախոսը ցանկանում էին խլել ինձնից, ես մեքենայի մեջ նստած, բացեցին եւ հեռախոսս խլում էին, բայց ես չհաջողեցին։ Ցանկանում էին Ռուզանա Եղնուկյանի կողքից բացեցին եւ ցանկանում էին հանել մեքենայի բանալիները։ Մենք թույլ չտվեցինք, ոչ թե թույլ չտվեցինք, այլ մենք պայքարեցինք, որ նրանք չկարողանան հանել։ Ինչ է սա նշանակում։ Եթե ինձ քաշում էին, որ ավտոմեքենայի դռնից գցեին ասֆալտի վրա, նույնը Ռուզանային էին անում, սա եւ ուզում էին մեքենայի բանալիները հանել, սա նշանակում է ցանկանում էին առևանգել մեր մեքենան, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք շրջադարձ կատարել եւ նրանք շրջապատել են մեզ ու չեն թողնում եւ ծեծում են եւ տեսնում են, որ մենք ուզում ենք շրջադարձ կատարել եւ բանալի են վերցնում, նրանք մեզ զրկում են փախուստի վերջին հնարավորությունից։ Սրա տակ շատ խոր իմաստ կա թաքնված։ Իրենք տեսան, որ մեքենայի մեջ միայն կանայք են, աղջիկներ եւ երեխաներ եւ ցանկանում էին ուրեմն նման բան կատարել։ 3 ապակիները ամբողջությամբ փշրվել են եւ մահակներով են խփում եւ քարերով, բայց քարերով խփեցին այն ժամանակ, երբ արդեն շրջադարձը կատարվել էր, արդեն հետ ենք վերադառնում, գնում ենք դեպի Գորիսի հիվանդանոց։ Ես ուղղակի զարմացած եմ, ապշած եմ, ես բացարձակ չէի սպասում, որ նման ձևով մեզ կդիմավորեին։ Խոսքեր նույնիսկ չունեմ, էլի բացատրելու իմ ապրումները այդ ժամանակ ուղղակի ավտոյի մեջ։ Այդ ձեզ էին հարվածում։ Չէ, ինձ չէին հարվածել, ես հետևում էի, ավելի շատ մայրիկիս եւ Սուզաննա Սիմոնյանին հարվածեցին եւ վնաս հասցրեցին։ Երբ որ դուռը բացեցին եւ փորձում էին ավտոմեքենայի բանալին խլել, այդ ժամանակ մայրիկիս սկսեցին քաշքշել շատ վիրավորական եւ ստոր հայացքներով։ Այդ ժամանակ ես առաջ ընկա ու մայրիկիս ուղղակի գրկում էի, պահում էի ավտոմեքենայի մեջ, որպեսզի դուրս չքաշեն։ Միաժամանակ Սուզան Սիմոնյանին դրոշակի այդ խողովակով ծեծում էին։ Այդ ժամանակ սկսեցին մահակներով նույնպես մեքենաներին խփել, ոչ թե ապակիներին, այլ հենց մեքենային։ Դրանից հետո սկսեցին նաև ապակիներին, ու այդ ժամանակ արդեն սկսեցին փշրվել ապակիները։ Արդեն երեխաները շատ
խառնված վիճակում էին, լացում էին, գոռում էին ու լսվում էր այդ ձայները, մայրիկս նույնիսկ ասում էր Սուզան Սիմոնյանը նաև գոռում ենք, ես էլ գոռում հետները, որ ինչ եք անում, երեխաներ կան ավտոները ու ոչ մի արձագանք, նայում էր իրանց աչքերի մեջ եւ մարդ չէր տեսնում, գազազած, ագրեսիվ, ուղղակի այնպես է վնասային։ Հա, այնպես է տպավորությունը, որ ասել են հարցակվել ու հարցակվում են, ուրիշ ոչ մի բան նրանց աչքին չէր երևում։ Այդ ժամանակ, երբ որ արդեն ապակիները կոտրվում են, երեխաների միանգամից ես ու Մերին եւ Վանը իշխացրեցինք ներքև, ավտոմեքենայում մեր վերարկուներով ծածկեցինք, որտեվ երկու կողմից քամի էր եւ ապակիները փշրվում էին երեխի գլխի վրա, նաեւ մեր ձեռքերում ապակիները հանել ենք, որովհետեւ փշրվում էր, մենք բռնվում ենք այդ նստարաններից ու մտնում էր ապակիներ, սա այդ բային չէի հզգում էլի, այդ այնքան բաներ կատարվում մի անգամից, երբ ի վերջո կարողացանք շրջադարձը կատարել, մենք տեսանք լրագրողին ինչպես են ասֆալտի վրա գցել եւ ինչպես են Հիմնականում դրա տեսախցիկն էին ուզում վերցնել, դա է։ Տեսախցիկը վերցրել էին եւ դրանից հետո էին նրանց էցում։ Հենց սա է հարցը։ Ոչ թե այնտեղ պայքար էր գնում, որ տեսախցիկը վերցնեն եւ այդ պահին նրան վնասում էին, այլ տեսախցիկը վերցնելուց հետո նրան գցել էին եւ իդեպ ասեմ, որ նա բազմակի վնասվածքներ ուներ։ Մենք անմիջապես նրան տեղափոխեցինք Գորիս, մոտավոր թվով բռնություն եւ ծեծի են ենթարկվել 30 հոգի։ Ձեր ընդհանուր մասնակիցների թիվը ավտոյախտի քանիսը 145 կարծեմ, եթե ոչ 150 հիմնականում առաջին ավտոների նկատմամբ էր բռնությունը։ Այո, որովհետեւ վերջինները կարծես կարողացան շրջադարձ կատարել տեսնելով ինչ է կատարվում արխիվում մեքենաների քանակը 43 թե 44 էր իսկ մարդկանց քանակը 145 հոգի Եվ ով պիտի պատասխանատվության ենթարկվի, ով է պատասխանատուն կամ որ կառույցը պետք է այս ամենը պատասխանատվության պետք է ենթարկվեն եւ Արցախի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները, որովհետև կատարվածը նրանց հրահանգով է եղել։ Այս իշխանությունները ստրկամիտ քաղաքականություն են վարում եւ այս ամենի տակ շատ խորհենք կա։ Սա Արցախը ունենալու եւ չունենալու հարց է։ Մասնակցել եմ բոլոր ավտոերթերին եւ այսպիսի վայրակ, այսպիսի վիրավորական այսպիսի վնաս երբեք չեն հասցրել։ Պատասխանատվությունը ըստ ինձ կրում են մեր ներկա իշխանությունները եւ բացառված չէ որ նաեւ նրանց հրահանգով է թեկուզ եւ Հայաստանի իշխանության հրահանգով հնարավոր է Արցախի իշխանությունը իրականացրել են այս ահավոր սարսափելի հետապնդումը հարցակումը, այսպես կարելի ասել։ Ես ասացի, որ ինձ երկու բան է շատ զարմացրել, մեկը դրոշը, հաջորդը, որ մեր մեքենայի մեջ կային մանկահասակ երեխաներ եւ նրանք տեսնելով երեխաներին չվարանեցին եւ հարվածում էին եւ կոտրում ապակիները եւ այդ ապակիները կոտրված փշրվում էին երեխաների վրա եւ մենք ճչում էինք երեխաներ են կոտրում էին կաներով, դուբինկաներով խփում էին իրենց այդ ձողերով խփում էին, կոտրում էին եւ մեկ անգամ չէին խփում։ Անողոք խփում էին, մինչև փշրվում էր ամբողջ երեխաների վրա։ Դե պատկերացրեք այնտեղ ինչ մթնոլորտ էր արդեն մեքենայում տիրում։ Ես իդեպ այս դեպքը շատ ինձ հիշեցրեց Գյումրին, երբ մենք նման ողբերգություն ապրեցինք, մանավանդ երեխաների մահվան հետ կապված, ինձ զարմացրեց, որ հայը կարող է հայ երեխաների նկատմամբ այդքան անողոք գտնվել։ Սա ամենավերջին հանցագործությունն էր, որ երբևէ մենք չենք տեսել մեր երկրում։ Հաջորդ բանը ասեմ, որ խոսում էին Արցախի բարբառով, երբ ինձ հարվածում էր,
գոռում էր Արցախի բարբառով, ես չեմ կարող այդ հայհոյանքը ասել, բայց քաղաքավար լեզվով թարգմանեմ, ասում էր գնա իմ երկրից, գնա իմ երկրից, ասում էր Հայաստանի քաղաքացուն, որը այսօր շարունակում է Արցախը իրենը համարել, իր մասնիկը համարել եւ Հայաստանի երիտասարդներն են պաշտպանում Արցախը։ Սա թշնամություն էր, նրանց արածը թշնամություն էր մեր երկու նույն ազգի երկու ժողովուրդների մեջ սերմանելու համար։ Մենք ծեծվեցինք, ոչինչ, ոտքս մինչև այս պահն էլ ցավում է, բայց դա ոչինչ է, դրանով մեզ չեն կարող կոտրել, սակայն ասեմ, որ շատ մեծ վնաս հասցրեցին իրենք Արցախի իմիջին, շատ մեծ։ Ես հասկանում եմ, սա Արցախի ժողովուրդը չէր, մեզ վրա հարձակվողը Արցախի ժողովուրդը չէր, մեզ վրա հարձակվողը ռեժիմների, երկու երկրների ռեժիմների կամակատարներն էին, դրանք կատարում էին հրահանգ, բայց այն ատելությունը, որ կար այդ հրահանգը կատարելիս, պարզապես ցնցող է։ Եվ այս ամենը շատ մեծ վնաս է հասցնելու Արցախի իմիջին եւ միջազգային հանրության մոտ եւ մեր հանրության մոտ։ Իմ կռիվը նրանում է, որ ոստիկանությունը կարողանում է այսպես քայլերի դիմել, նրանում է, որ օրենք բացարձակապես չի գործում, նրանում է, որ մարդու իրավունքներ հասկացությունը կարծես թե դարձել է ծաղրանքի առարկա։ Իմ խնդիրը նրանում է, որ դատապարտվում են եւ բանտարկվում են ինտելեկտուալ խավը եւ ազատ են արձակվում խուլիգաններ, հանցագործներ, որովհետեւ դրանց համար իրենց համար ավելի հեշտ է, որովհետեւ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որ կաշառքն է ամեն ինչի շարժիչ ուժը։ Ես չեմ ուզում, որպեսզի այդպիսի երկրում ես ապրեմ եւ իմ երեխեքը այդպիսի երկիր ժառանգեն ինձնից։ Ես ուղղակի չեմ կարողանա իմ երեխեքի աչքի նայեմ ու ասեմ, որ ես ոչ մի բան չեմ արել, որպեսզի այսպիսին չլինի հիմա։